Էմիլ Խաչատրյանի հետ։ Պարոն Սարգսյան, ինչ դրվագով են բերել Սարգսյանին այստեղ։ Ես կոնկրետ չեմ ասել ինչ դրվագով, ընդհանրապես տեղեկացնում, որ լրացուցիչ հարցաքննություն կազմակերպվի նա, մենք եկել ենք լրացուցիչ հարցաքննության, այդ ընթացքում ինչ գործողություններ կատարվեն, դա տեղում կերևա, այս բանը կոնկրետ մեզ տեղեկացվել է դրա մասին։ Խոշորշապով հարկերից խուսափելու դրա ենթադրվում որ դրան Ներադրանքն որը որ կա, այսինքն այդ գործն է այստեղ քննվում, խոսքը խարդախություն, փողերի լվացում եւ այլն դրա մասին է։ Հարկերի հետ կապված ներադրանքը ապօրինի դերերից դարձածին է։ Կալանքի դեմ վերաքննիչ բողոքից ինչ տեղեկություն կա, ինչ ընթացքում է։ Այս պահի դրությամբ որևէ նորություն չկա, բողոքը ներկայացուցը Երևանայի մեկ-երկու օրվա ընթացքում արդեն կտեղեկանանք, թե ում համարտադրվել գործը քննվելու բանավոր թե գրավոր ընթացակարգով եւ եթե գրավոր ընթացակարգով, ապա երբա որոշման հրապարակման օրը։ Հարգելի փաստաբաններ, օրերս Սարգսյանի մեղադրանքի ներքո փաստաթղթեր էին հանրայնացվել, դրանք որևէ կերպ ընդգրկվել են ապացույցների մեջ կամ հետազոտվել է եղեք եք ինչա կատարվել դրանց շուրջ։ Մենք ես բան չեմ ասում, թե ընդգրկել են թե չէ, մենք բազմաթիվ փաստաթղթեր ներկայացել ենք, իրացրուչ փաստաթղթեր պատրաստել են ներկայացնել, բայց եթե իրենք օբյեկտիվ քննություն են իրականացնեն, հենց անմիջապես պետք է դրան բոլորը իրենք մեկտերնեին իրենց մոտ, զննեին եւ դրան դիտարկեին որպես ապացույցներ։ Մենք տեսնում ենք, որ դժվար է քան ակտիվ աշխատեն այդ ուղղությամբ, որտեղ նույնիսկ մեր ներկայացված փաստաթղթերին իրենք փորձում են չտեսնելու տան եւ այն ակնհայտ փաստերը, որտեղ վերևում է որ Գագիկ Ծառուկյանը հայկական կողմն են ուժով հանդիսանում, այսինքն գումար ներդրողներ իրենք այդ ամենը դեպքում են եւ միայն նրանց բանավոր ասածը, որ մենք ենք գումարը ապրանք առել ուղարկել ու դա հապշտակվել է, բայց հապշտակության փաստներ չի հնարում, դա իրենց համար վերջին աշխարհի ճշմարտությունն է դիտարկվում, իսկ կոնկրետ ապացուցողական փաստերով հենց այս պարտավորակները, երաշխավորակները եւ այլն, ես նաեւ ցուցմունքները, ցած մատերի արանքով են նայում, որտեղ այս բանը իրենց դա հետաքրքիր չի։ Եվ պարոն Սարգսյան, իրանցի գործարարների հետ առերեսումի վերջը տեղի ունեցավ եւ նախատեսում է թե ոչ։ Մենք միջնորդել ենք նրան առերեսումը, որպեսզի կատարվի, բայց դեռևս որևէ առերեսում չի կատարվել։ այդ որևէ անհաջող գործարքեր, որ այսպես Ոչ թե անհաջող գործարք, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ է, որի հետ կապված բոլոր ներդրումները կատարվել են պարոն Ծառուկյանի կողմից։ Ես մի քիչ դժվարանում եմ իրանցի գործարարներ արդեն իսկ անվանել այդ անձանց, որովհետև ըստ էության հիմա արդեն իրականությունը բացահայտվել է լրիվ այլ է։ Ու մարդիկ այս պահին պարտք են պարոն Ծառուկյանի 14.5 միլիոն դրամ, բայց իրենց դոլար ներողություն, բայց ներկայացնում լրիվ այլ իրականություն, որը բնականաբար, եթե ոչ այսօր, ապա քննության ընթացքում պարտադիր պետք է երկվի ու այս մեր կողմից ներկայացված փաստաթղթերը պարտադիր պետք է քննության առարկա դառնան, ինչքան են որ այս բանի միակողմանի քննություն է։ Իսկ իրանցին հաստատվում է պարտքի այդքան մեծ գումարտավորություն։ Իրանցին հաստատի թե չհաստատի, մենք ներկայացնում ենք փաստաթղթեր, որում հստակ իրանցի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները, դիտես գործարաններ չանվանեն, հստակ ստորագրել են պարտավորագիր, որով հիմնավորում է, որ իրենք 14.5 միլիոն դոլար պարտին եղել պարոն Ծառուկյանի եւ պարտավորված է եղել վերադարձնել այդ պարտքը 2 տարվա ընթացքում։ Իսկ այդ 2 տարվա ընթացքը ավարտվում էր հենց այս պահին, հետևաբար մենք համոզմունք ունենք, որ նման գործելակերպը նրանց ուղղված է, որպեսզի այդ պարտավորությունները չկատարեն։ Պարոն Խաչատրյան, ներողություն, կալանավորման միջնորդությունը քննելիս, երբ որ այս փաստերը ներկայացրել եք ու ասել եք, որ կալանքի ենթակա չէ, հիմնավոր չէ եւ այլն, դրա զուգահեռ ներկայացրել եք դատարանի, որ սա քաղաքական հետապնդում է, Փաշինյանի հայտարարությունը դատարանի ներկայացրել եք, քննիչը արձագանքել է, չգիտեմ, դատախազ ինչ-որ ձևով, բայց քաղաքական ենթատեքստը ներկայացրել եք դատարանին։ Ոչ միայն ներկայացրել ենք, այլ նաև ուղիղ դատավորին հարց ենք տվել, արդյոք ինքը ի վիճակի է որպես դատավոր այս քաղաքական ճնշումների պայմաններում այս հարցին անդրադառնա, հատկապես որ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց ընտրակաշառքի վերաբերյալ գործով, որից հետո Հայաստան Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ դա կաշառքի դիմաց է տեղի ունեցել, հետևաբար մենք տեսնում ենք, որ այստեղ դատարանների նկատմամբ հստակ ճնշում կա եւ նույնիսկ դատավորին ասում ենք դու ի վիճակի ես այս հարցին անդրադառնալու, ինքը նշեց, որ
մենք ներկայացնենք մեր հիմնավորումները, ինքս դրա կանդրադառնա, բայց մենք տեսանք, որ որոշման մեջ ընդհանրապես դրան որևէ անդրադարձ չկա, որում ոչ միայն դրան։ Մեր կողմից ժամերով ներկայացված փաստարկներից գոնե մեկին չի անդրադարձել, գոնե հերքեր, գոնե գրեր, որ մենք ճիշտ չենք ասում, այսինքն անհնար էր դրանք հերքեր, որովհետև բոլոր ապացույցներով էին, ի տարբերություն քննչակամարների ներկայացուցի, որը որ ենթադրություններ էր, ու ընդհանրապես Իրանի քաղաքացիների ինչ որ հայտարարություններ։ Կներեք մի բան էլ ասեմ նախորդ հարցի հետ կապված, ուզում եմ որ դա շատ հստակ լինի բոլորիդ համար, էլի։ Ուրեմն տեսեք, Գագիկ Ծառուկյանը ամեն ինչ արել է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները միաշճան ավելի բարձր կանգնեն եւ նաեւ տնտեսական լուրջ զարգացում տեղի ունենա։ Այսինքն երբ որ քաղաքացիները եկել են, իրենք ներկայացրել են, որ իրենք Իրանի պետության կողմից ունեն լիցենզիա պետական կոնկրետ ապրանքներ Հայաստանում ներմուծելու, դա նավթամթերքների հետ կապված եւ այլն։ Այսինքն, քանի որ այնտեղ այդ լիցենզիաների պրակտիկան շատ լուրջ է, այսինքն իրենք կարող էին դա այստեղ գալ եւ ներկայացնել։ Եվ որպեսզի Գագիկ Ծառուկյանին համոզեին, նաեւ ներկայացրել են, որ իրենք պետության ներկայացուցիչներն են, այնտեղից դուք եթե հիշում եք, ռեպորտաժներով հայ-իրանական առևտրի պալատը երբ որ բացվում էր, Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի նախարարը եկավ այստեղ, մեր հանրապետության էկոնոմիկայի նախարարը հետ միասին բացումը կատարեցին, դեսպանը Իրանի մասնակցեց, նաև Գագիկ Ծառուկյանին նախագահի մակարդակով Իրանի Իսլամական Հանրապետության հրավերք էր ուղարկվել եւ նա գնացել էր այնտեղ, բայց քանի որ նախորդ նախագահան որը որ վթարի ենթարկվելու պատճառով մահացավ, այդ նախագահի կողմից էր գնացել է բազմաթիվ նախարարների հետ հանդիպումներ է տեղի ունեցել, ամենաբարձր մակարդակի հանդիպում են կազմակերպել եւ այս ամեն ինչը միտված է եղել, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները զարգանան։ Ու դրանից հետո ասել, որ գիտեք ինչ կա, Ծառուկյանը նպատակ չուներ այստեղ բիզնես անելու, միակ նպատակը խեղճ քաղաքացիները գային այստեղ նրանցից հափշտակություն կատարել։ Այսինքն Ծառուկյանը էլի որ նույնիսկ ով բոլոր բնակավարներում բարեգործություններ է կատարում, սպորտում, մշակույթում, չգիտեմ, բժշկական հարցերում եւ այլն, այս բոլորը դրա մասին գիտեք, այսինքն այդ ամեն ինչը ներդրումներ անելով հանդերձ, այսօր պետք է սպասել, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչներին, որ այդպես ներկայանում, այսինքն այստեղ խափեր, հա։ Հետո շատ ներողություն, կարևոր հանգամանք կա մի հատ, որ այդքան ներդրում կատարելուց հետո պարոն Ծառուկյանը որևէ ներկայացուցիչ չի ունեցել հայ-իրանական առևտրի կենտրոնում, այսինքն ամբողջ կառավարումը թողել է նրանց վրա։ Մեկ ճիշտ գրտում էլի, թեև դուք պարտավոր չեք իմանալ ամեն դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները ազգությամբ իրանցիներ են, թե սա հնարավոր է նաև սադրանք լինի հայ-իրանական հարաբերություններում։ Չէ, կարծեմ թե իրանցի են, այսպես խորությամբ չգիտենք, բայց ինչքանով որ տեղեկատվություն ունենք, իրանցի են։ Մենք չենք կարծում, որ այստեղ սադրանք ընդհակառակը Իրանի Իսլամական Հանրապետությունը այս պահին եւս միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այս բարձր մակարդակի հարաբերությունները պահպանվեն, նույնիսկ լիցենզիան զրկել են այդ ներկայացուցիչներից եւ այլ ընկերության են տվել, որպեսզի նրանց հետ միասին շարունակվի։ Այսինքն իրենք էլ իրենց քննության արդյունքում պարզել են, որ իրենց քաղաքացիների կողմից կան չարաշահումներ, դրա մասին նույնիսկ պաշտոնական գրություններ կան եւ դրա հիման վրա իրենք փորձում են շարունակել եւ դրա մասին եթե չեմ սխալվում դեսպանը նաեւ իր հարցազրույցում իհարկե շատ դիվանագիտորեն անդրադարձավ, բայց նաեւ ընդգծեց Գագիկ Ծառուկյանի բարձր դերը այդ երկու հարաբերությունների զարգացման մեջ եւ եթե այստեղ պետությունը Ծառուկյանի նկատմամբ չունենար նման վերաբերմունք պետական իշխանություն, ապա նրանք պետք է միայն նպաստեին, որպես այս հարաբերությունները խորը զարգացում ապրեին եւ այն Ծառուկյանի նախաձեռնությունը պետության համար մեծ օգուտներ կբերեր այդ թվում տնտեսական առումով։ Կոնսոլցիոն կարտեք մեքենա է մոտեմ ճիշտ գտենք, եթե Ծառուկյանը չէ, շարունակենք զրույցը։ Արդյոք մենք Ծառուկյանը։ Երևի Ծառուկյանը մենք էլ ըստեյության ավարտեցինք։ Էլի հաղթություններ կան, ապարատի Այո, ձեր կարգավորությունից մենք զրույց